Հրշեջները ոչ թե մարում, այլ հակառակը, կրակի նոր օջախներ են բորբոքում Ֆրանսիայում։ Լիլ քաղաքում ավելի քան 600 հրշեջ է փողոց դուրս եկել։ Դժգոհում են անձնակազմի պակասից, անբավարար ռեսուրսներից եւ վատ աշխատանքային պայմաններից։ Առանց համազգեստը հանելու են բողոքի ակցիաներ սկսել հրշեջները։ Ճանապարհներին խարույկներ վառելով երթով գնացել են հրշեջ եւ փրկարար ծառայության դեպարտամենտի գլխավոր գրասենյակ։ Շենքի դիմաց լարվել է իրավիճակը հրշեջների ու ոստիկանների միջև։ Սկզբում ոստիկաններն իջեցրել են վահաններն ու թույլ տվել ցուցարարներին մոտենալ շենքին, բայց երբ նրանք սկսել են դրսում անվադողեր վառել ու քանդել գրասենյակի նախասրահը, ոստիկանները հատուկ միջոցներ են գործի դրել ցույցը ցրելու համար։ Ի պատասխան, հրշեջներն իրենց աշխատանքային գործիքներն են կիրառել, փրփուրով են պատասխանել ոստիկաններին։ Ցուցարարները պնդում են, հրշեջներն այնքան քիչ են, որ հերթափոխով աշխատողները ստիպված են կրկնակի աշխատել։ Հրշեջ եւ փրկարար ծառայության դեպարտամենտի ներկայացուցիչները բախումներից ժամեր անց հանդիպման ժամանակ խոստացել են լրացուցիչ հրշեջներ վարձել։ Վերջին ամիսներին Ֆրանսիայում գործադուլները, ցույցերն ու անկարգությունները սովորական են դարձել։ Սեպտեմբերին հազարավոր մարդիկ Ֆրանսիայի փողոցներում էին բյուջեի կրճատումների դեմ բողոքելու։ Հոկտեմբերին երկրի վարչապետ Լեկորնյուն ձևավորեց երկրորդ կառավարությունը, ինչը ցույցերի նոր ալիքի պատճառ դարձավ։ Հետո Ֆրանսիայի նախագահի հրաժարականի պահանջով ցույցեր սկսվեցին։ Տարբեր հարցումների համաձայն հիմա Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր է՝ 11-ից 25%։ Հրշեջների քանակի խնդիր եվրոպական այլ երկրներում էլ կա, ահազանգում են արհմիությունները։ Նաև դա էր պատճառը, որ անցյալ տարի Եվրոպայում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1 միլիոն հեկտար տարածք մոխրացավ։ Հրշեջ խմբերի պակասն օրհասական է Իռլանդիայում, Ավստրիայում։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։